Ողջույն Հայաստանի հայրաքաղաք Գյումրի։ Սիրելի ժողովուրդ, կրնանք, չէ՞։ Ինչպես Գյումրիում իշխանափոխություն արեցիք, այնպես էլ ամբողջ Հայաստանում անենք։ Կրնանք, վստահ եմ։ Մինչև ելույթը սկսելը ես ուզում եմ մենք ջերմագին մեր ողջույնները փոխանցենք Միքայել Սրբազանին, ով այսօր ապօրինի կալանքի տակ է գտնվում, Սրբազան հայր, մեր ջերմ ողջույնները ձեզ, ձեզ անձնապես տեսնել չենք կարողանում, բայց մշտապես իմացած եղեք, որ պայքարելու ենք նաև ձեր ազատության համար, ինչպես Սուրբ գրքում է գրված Ելանի արդարության համար հալածվողներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը, ինչպես Միքայել Սրբազանը, ինչպես Բագրատ Սրբազանը, մեր մյուս հոգևորականները, մեր գործընկեր Արտուր Սարգսյանը, բազմաթիվ քաղբանտարկյալներ և ձեր մեջ գտնվող մարդիկ այս տարիների ընթացքում անցել են տարբեր հալածանքների միջով, բայց ես վստահ եմ, որ հունիսի 7-ին այս էջը ամբողջությամբ փակվելու է և մենք արդարության հասնելու ենք վերջնականապես։ Սիրելի հայրենակիցներ, մինչև Գյումրի գալը մենք Ամասիայում ենք, Աշոտսկում ենք, ինչպես իմ գործընկերը նշեց և ես պարտադիր խոստացա, որ պետք է այս դրույթի մասին խոսեմ։ Շիրակի մարզում մոտ 5 տասնյակ դպրոց փակվելու է առաջիկայում։ Սա մեծ խնդիրներ է ստեղծելու տվյալ համայնքների համար։ Եվ մենք ասում ենք, որ նոր դպրոց կառուցելիս չի նշանակում, որ պետք է գործող դպրոցները փակվեն, ոչ, գործող դպրոցները ևս պետք է պահպանվեն, որովհետև համայնքն առանց այդ դպրոցի իսկապես գոյություն ունենալ չի կարող։ Եվ այստեղ գալիս նաև ուսուցիչների հանդիպեցի և ես իմ պարտքն եմ համարում, որպես նաև երկար տարիների մանկավարժ աշխատած անձ ձեզ ասել, որ ուսուցիչների, ինչպես նաև դասախոսների աշխատավարձը էականորեն բարձրանալու են և մենք վերափոխման ենք ենթարկելու այն նվաստացուցիչ ատեստավորման համակարգը, որ գոյություն ունի այսօր և դա վստահաբար անելու ենք, որովհետև կրթությունը, անվտանգությունը մեր հիմնական առաջնահերթություններն են։ Սիրելի հայրենակիցներ, մենք ամբողջ Հայաստանով պտտվում ենք Երևանում տարբեր մարզերում, ջերմ շփումներ ենք ունենում, հաճելի զրույցներ, երբեմն տարբեր դիտարկումներ կամ քննադատություններ, բայց միայն տեսեք, թե զուգահեռ իրականության մեջ, երբ իշխող մեծամասնությունը գնում է որևէ տեղ, այցելության ինչ է տեղի ունենում։ Ընդամենը 11 օրերի ընթացքում մեկ մարդ արդեն ինքնասպանություն է գործել, այն բանից հետո, երբ ՔՊ-ի պաստառը հանել է պատից, դրանից հետո նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և վերջինս ինքնասպանություն է գործել։ Տասնյակ մարդիկ ձերբակալվել են, կնոջ են քաշքշում, լավ ոնց կարելի, այսինքն այս անցնող տարիների բերած աղետը հերիք չի, որ ամբողջ քարոզարշավը դարձնում եք աղետի հերթական աղբյուրը։ Ես մի կոմպոնենտի եմ ուզում անդրադառնալ, կնոջ նկատմամբ երեկվա վարքագծին։ Լավ, բոլոր քաղաքական տարաձայնությունները մի կողմ, քաղաքական ենթատեքստերը մի կողմ, իսկապես մեր պատկերացումն այնպիսին է, որ երկրի ղեկավարը, տղամարդը, կնոջ հետ հաղորդակցվելիս պետքա մատ թափտա, մուննատ գա, ինչպես օրինակ մետրոյում իրականացրեց, կնոջ թևից բռնի ու քաշքշի, մենք նման ղեկավար ենք պատկերացնում, բնականաբար ոչ։ Եվ բնականաբար այդ իրավիճակը պետք է փոխվի, այո, Արթուր Օսիպյանին, անկախ նրա ունեցած քաղաքական հայացքներից, ընդամենը հակաճառում էր, չէ, խոսք էր ասում, խոսքի համար այսօր արդեն ձերբակալվել է, այս իրավիճակը պետք է փոխվի։ Այն մարդով ամեն երկրորդ վարկյանը հիստերիկայի մեջ է անկնում, նյարդային այսպես պայթյունի մեջ է անկնում, չի կարող հայ ժողովրդին ներկայացնել և հայ ժողովրդի շահերը առաջ տանել։ Մեզ իրական բանակցող է պետք, պին նյարդերով և հայկական շահը պատկերացնող, և հունիսի 8-ին մենք ունենալու ենք այդ առաջնորդը։ Տեսեք, եթե այս ուժը գործող իշխանությունը, պետությունը քանդող իշխանությունը, առաջ ինչ-որ պլաններ թաքցնում էր, հիմա ընտրության գնացել է շատ հստակ խոստումներով։ Առաջին խոստումը ասում է վերընտրվեմ, եկեղեցին քանդելու եմ։ Մենք թույլ ենք տալու, որ նման իշխանություն վերընտրվի, որ եկեղեցին քանդի։ Ոչ, մենք պաշտպանելու ենք մեր եկեղեցին։
Այս իշխանությունն ասում է գալիս է հետևյալ խոստումով, որ գալու ենք եւ նոր տարածքներ ենք հանձնելու։ Կարծես հերիք չէին այն տարածքները, որ հանձնել են։ Մենք թույլ պիտի տանք, որ նոր տարածքներ հանձնվեն։ Իհարկե ոչ։ Հաջորդ խոստումն ասում է գանք, սահմանադրություն ենք փոխելու, անկախության հռչակագիրն ենք հանելու։ Մենք թույլ պիտի տանք, որ ոտնատակ տրվի մեր ծննդյան վկայականը մեր պետության։ Իհարկե ոչ։ Եվ հետևաբար մենք հունիսի 7-ին ճակատագրական ընտրության առջև ենք կանգնած եւ ես վստահ եմ, որ մենք տեր ենք կանգնելու մեր եկեղեցուն, մեր հավատքին, մեր սահմանադրությանը եւ միմյանց հոգատարությամբ ենք լինելու, որովհետեւ այն խայտարակ պարակտվածությունը, որ կա մեր ժողովրդի միջև, անընդունելի է եւ դա պետքա վերացվի։ Այնպես որ ժողովուրդ հունիսի 7-ին ընտրում ենք եւ մենք միասին